Գարեջի պիրաժկի թեմա էլ։ Պատերազմի մեջ չգտնված երկրները ոնց են նախապատրաստվել պատերազմ։ Ի տարբերություն մեզ, իրանք չեն ասում խաղաղություն, պատերազմ, մինչև 3 միլիոն զինվորական են հանել, աշխարհազորային են հանել։ Կաղու մարդու կյանքը այդքան չարժե, որ մենք խելացի ենք, էլի։ Այ ապուշտուն ունես, տակը ապաստարան չունես։ Գալու ես իմ ապաստարանում իմ տեղը զբաղացնես, ես դուրս մնամ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Բարի օր։ Այսօր մեր հերթական հայր եւ որդի Վարդանովներ ոդկասթի օրն է։ Ու կա sense ոնց որ ասած լավ բան Գարեջի պիրաժկի թեմա էլ շատ տակ թեմա կա, որ արդեն ամսի 13-ից է։ 13-ից էսյան։ Դա թեժ փուլն է գնում, միջև էտել է դա եղել։ Հա, իհարկե, Իրան եւ Իրաքի այս բացահայտ պատերազմը։ Իրան եւ Իսրայել, Իրաք չէ։ Իրան եւ Իսրայելը։ Այս պատերազմից այդքան չենք խոսալու, այլ պատերազմից են խոսալու, բայց կոնկրետ օպերացիաներից չէ։ Կոնկրետ խոսալու ենք քաղաքացիական պաշտպանության մասին։ Թիկունքի աշխատանքների մասին, ավելի շուտ թիկունքի քաղաքապաշտպանության մասին բերելու ենք համեմատականներ, եթե մեր մոտ լիներ ինչ կլիներ տարբերակով։ Կուզեմ հիշեցնել ձեզ, որ ակտիվ լինեք մեկնաբանություններում, լայքեր, դիզլայքեր, հավանել, չհավանել, կիսվել, այո։ Կիսվելն էլ պակաս պարտադիր է, հա, նու պարտադիր չասեմ, շատ ցանկալի է, որպեսզի այս հաղորդումը շարունակական է, մանավանդ եթե քննադատական խոսք եք ասում, բայց այդ քննադատական խոսքը վերևից դնեք ու կիսվեք, ասեք հələ սրան նայ, այս երկու բաները Վարդանովները ինչ են ասում, չեն էլ ամանչում, հələ մի հատ նայեք, դուս կիսվեք։ Ձեր ցանկացած լայքը նշանակում հավանել եք կամ դիսլայքը չեք հավանել, կիսվեք ձեր մերձավորների հետ էլի։ Բացի դրանից կօգնի մեզ։ Եթե ցանկանում եք շարունակական լինի, գրանցվեք Դետքի Patreon-ին, մասնակցեք Ոմայի պարապմունքներին, եթե ֆիզիկապես չեք կարողանում, ֆինանսապես օգնեք նրանց, ովքեր կարողանալու են մասնակցեն ֆիզիկապես։ Ոնց որ հիմա այս հավաքների ժամանակ, որը ասենք մոտ օրերս սկսում ենք, հնարավոր է հաղորդումը գնա արդեն սկսած լինենք։ Հա, կեսից քիչն է իր մասնակցությունը ֆինանսավորը հայտնել, ասենք ֆինանսավորի իր ընդեղ կացությունը եւ վարժանքները։ Մնացածը ձեր փոխանցումների շնորհիվ է, ձեր փոխանցումների, բայց ձեր մերձավորները դրան չեն մասնակցում։ Կիսվեք, որ իրանք էլ մասնակցեն։ Անհամաչափ լայքեր ենք ստացել անցածը։ Հիմնականում փորձենք տեղեկացնենք պատերազմի մեջ չգտնված երկրները ոնց են նախապատրաստվել պատերազմի։ Իսկ մենք պատերազմի մեջ գտնվելով փաստորեն 89 թվականի օգոստոսից ոնց ենք մենք պատրաստվել։ Սրանք չի ասի, որ Իսրայելը պատերազմի մեջ չի գտնվել։ Նու համենայն դեպս առաջի իսկ օրվանից ինքը միշտ պատերազմի մեջ է գտնվել։ Ու ի տարբերություն մեզ, իրանք չեն ասում խաղաղություն, պատերազմ, իրանք հասկանում են, որ միշտ պատերազմի մեջ են ու միշտ զարգացել է իրանք քաղաքացիական պաշտպանությունը, քաղաքապաշտպանությունը։ Թեմա կա, որ դու բան ես, հաշվի չես առնում։ Ասենք տարբեր պատերազմներ են եղել, որ ինքը պատերազմ չի ճանաչել եւ համապատասխան սոցփաթեթների լուրջ խնդիրներ ա եղել վիրավորվածների եւ զոհվածների համար։ Ռուսների պես ոնց որ բանս SVO են ասում, որպեսզի ասենք շատ փող չթափեն, էլի։ Դե հрьяաները կարող անդեղ են նաեւ փողեր հաշվում նաեւ Ռուսաստանում, երևի դրանից է։ Օրինակ 2006 թվականի Լիբանանի վրա հարձակումը իրանք պատերազմ չեն անվանել են հատուկ եսիմինչ գործողություն խաղաղացնելու բանի եւ արդյունքում այնտեղ շատ լուրջ խժդժություններ ա եղել վիրավորվածների, զոհվածների ընտանիքների եւ կառավարության միջեւ։ Հիմա որպեսզի այդ ամեն ինչից իրանք խուսափեն, իրանք գազան հավասարացրել են պատերազմին հատուկ որոշումով, իսկ ստեղ ոնց որ թե պատերազմել են հայտարարել։ Հա, հայտարարել են պատերազմ։ Իսկ եթե պատերազմի մեջ մշտական լինես, ել խես նորից հայտարարան, то есть ինքը փաստացի մեր նման գտնվելով պատերազմի մեջ, բայց խաղաղ տարիներին, ասենք, իր պատրաստական աշխատանքներ էր տանում, որը նաև կարելի է Իրանի մասին խոսալ, որը լավ է պատրաստվել, որը վատ, դա ուրիշ խնդիր է։ Ինձ թվում է տարածքից, բնակչությունից էլ է շատ բան կախված։ Երկրի չափսերն են մեզ դեր խաղում, բնակչության քանակն է մեզ դեր խաղում։ Նշենք բանը, էլի, զոհեր, վիրավորներ, մոտավոր քանակները, այս քանի օր
7 օր անցը, չէ, այսօր ամսի 19-ն է, հա։ 6 օրվա ընթացքում տարբեր լրատվամիջոցներ Իրանի զոհերի թիվը տալիս են 585, իսկ եւ 1300 վիրավոր, որից մեծ մասը քաղաքացիական անձինք են, մոտ 90% եւ ավելի։ 90%-ից ավելին, այո։ Իսկ Իսրայելում այդ թվերը 24 զոհ, 500 վիրավոր։ Այդ այն դեպքում, երբ որ Իրանը շատ ավելի շատ հրթիռ է արձակել, ճիշտ է, առաջի օրերին ժիլեզնի կուպլ երկաթե գմբեթը շատ լավ էր աշխատում։ Շփոթեք այն գմբեթների հետ, որը ոման կառուցում է երկրորդ, երրորդ կամ երրորդ գիծ կամ բնակավայրերի շուրջ, որպեսզի ապահովենք մեր, ասենք, թիկունքային մասերը եւ բնակավայրերը։ Իմիջիայլոց շուտով հասնել ենք 400 թվին։ Հասել ենք, բայց դեռ չենք տեղադրելու վերջնական աշխատանքները չենք արել։ Դե վերջնական աշխատանքի մասին է։ Հետո երևի սահմանափակ ենք, որովհետև ասենք երևի մեր երկրին պետք չի, որտեվ խաղաղություն է, բան չի լինելու, ոնց են ասում, պատերազմ չի լինելու, կարող է էլ չշարունակենք։ Կարող ավելի շատ բան անենք, ով է տեսել կամակոր տղամարդու սանձահարում այն, որ Շուշեն մաքրողը, ասենք, մի քիչ կրծքերին նայելով առնելամուտի տարված լինելով չի նկատում, որ բենզինը շատ է գնացել, հետո չղայնացած տենում է, ինչքան թիվ է ֆռացել, չղայնացած ասում է, «Վсё, չեմ աշխատում, փագում եմ, բենզակալոնք եմ, փագում էթում է»։ Այդտենց կարող է ջղայնացած փագենք էթանք։ Հələ որ հուսով եմ դրան չի հասել։ Հələ վերադառնանք մեր թեմային, նշեմ, որ քաղաքապաշտպանությանը Իսրայել պետության ստեղծման իսկ առաջի օրվանից մեծ ուշադրություն դարձվել է, կախված արդեն վտանգներից։ Իրանց առաջի ստորաբաժանումը քաղաքապաշտպանությունով զբաղված, ստորաբաժանում չասեմ, կառույցը, որ զբաղվել է 51 թվականին է օրենքով կետ է եղել, որով մշակվել է ու Խագա անունն է կրել թիկունքային ստորաբաժանումը, որը նաև զբաղվում էր քաղաքապաշտպանությամբ։ Հիմա էլ կոչվում է թիկունքային ոնց էր։ Հետո արդեն 92 թվականին կոմանդովание гражданского тыла, քաղաքացիական թիկունքի հրամանատարություն, որը ցախալի հրամանատարության տակ է։ Այստեղ մի քիչ տարբերությունները գիտեք ոնց է, ժամանակի եւ հակառակորդը, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ խելացի մարդիկ իրանց պետականաշինության անվտանգության հարցեր, այդ թվում նաև բանակաշինությունը կառուցում են 3 ֆակտոր հաշվի առնելով. ումից ես կառուցում, ով է քո դեմ ու որտեղ ես կառուցում։ Հիմա երբ որ 40-ական թվականների վերջ, 60-ականներ, այդ ժամանակ ամենը մաքսիմումը, որ կարար տեղի ունենար էդի ռմբակոծություն, բան ոչ ճշգրիտ, այնքան որ շինության մեջ, ասենք, նկուղն էին հարմարացնում։ Նկուղը, հետո ընդհանուր բաներ, ռմբապաստարաններ, հետո արդեն ռմբապաստարաններ տներում, հետո արդեն իմիջիայլոց ամեն մեկը իր անուն ունի, ամեն հարկում ընդհանուր ռմբապաստարան կա, որ օֆիսներում հանկարծ մարդիկ աշխատանքի լինեն, չհասնեն, ու պարտադիր է, այդ նոր կառուցվող շենքերում բոլորը այդպես է։ Ճարտարապետների որոշ, ասենք, օրգանները կտրորեն, եթե ինքը այտենց նախագծով հայտնվի քաղաքապետարանում կամ խոշորացված համայնքում, ասի, այսինքն շենք եմ ուզում կառուցեմ, միանգամից իր երկու զույգ օրգանը կլղճեն, եթե հանգարց ինքը թաքստոց մեջը չնկարի։ Իսկ եթե հանգարց կներես հաստատեն նման բան, արդեն երկրի ղեկավարությունը թաղապետարանի որոշ դե չեն կարող հաստատեն, ինչ որ թվականից սկսած, ոչ միտեղ չի նշվում, որ թվականից սկսած են դա արել, արդեն տներում էլ պարտադիր առանձին սենյակներ կան, երկաթ բետոնից կառուցված, որը ռմբապաստարանի գործ է կատարում, անկյուններ կան, էլի դա։ Այդ բանը նախանցած տարի այդ հարձակումը, որ հոկտեմբերի 7-ին եղավ, ահագին մարդ գրավված, ասենք, Համասի կողմից գրավված իսրայելական բնակավայրերում ողջ էր մնացել, որովհետև փակվել էր այդ ռմբապաստարաններում, անունն էլ Մամադա։ Մամադ, հա, այդ ինդիվիդուալ, այսինքն անհատական պաշտպանիչ սենյակ կա, որ այդ մեր ասած, որ հարկերում է, դա դրա անունը մամակ։ Իսկ ընդհանուր բաները շենքի տակ մեծ նոր ռմբապաստարանները մամամա կոչվում։ Կարելի է նույնիսկ հիշել, հա։
Չէ, ես դժվար էի հիշում, դրա համար կարդացի։ Իրանը 89 թվականին պատերազմը վերջացրեց, թե 88-ին։ 88-ին Իրանա-Իրաքյան պատերազմը։ Թե 91-ին է վերջացրել։ Որը չէ։ Հա։ Լավ, դա կճշտենք։ Ամենայն դեպս 9 տարի պատերազմի մեջ էր։ Բայց իրանցն էլ ասենք երբ այնցա սկսել էլի քաղաքացիական ուժեր է իրանց մոտ Բասիջանով, որը ես Իրանա-Իրաքյան պատերազմի հետ եմ։ Հա, որտեղ մեծ դեր է կատարել Բասիջը։ Բասիջը դա ուրիշ բան է։ Ես այդ պատերազմի ժամանակագրությունն եմ ասում, եւ մոտ 10 տարի մի քիչ պատերազմ ա եղել եւ այդ պատերազմի ժամանակ հսկայական քանակ քաղաքացիականներ են զոհվել, թե Իրաքի կողմից, թե Իրանի կողմից։ Հələ ես չեմ ասում միտումնավոր, ասենք քիմիական թույնավորումները, որ ասենք բանա գեներալ Միջայլոց այդ ընթացքում, երբ որ Իրաքը բաներ քիմիական զենքեր օգտագործում Իրանի դեմ, Իսրայելում քաղաքապաշտպանության պարտադիր բոլոր քաղաքացիներին հակագազների, որովհետև հասկացան, որ ասենք, եթե իրանց կրոնակից բանա մուսուլմանների դեմ են օգտագործում, հրեաների դեմ ընդհանրապես խնդիր չեն ունենալ, ոնց որ ասենք Թուրքիա խնդիր չունի գազանություններ անի հայի նկատմամբ։ Ուրեմն այդ պատերազմի ժամանակ այդ նոր կայացած ռեժիմը 10 տարվա իրանք հասկացան այատոլլաների այդ կառավարությունը հասկացան, որ քաղաքապաշտպանությունը կարևորագույն բաներից մեկն է, որտեղ հսկայական քանակ զորք է զոհվել, բայց հսկայական քանակ քաղաքացիական է, որտեղ իրանք մի մոմենտ պատերազմ արին, բանա ռմբակոծություններ սկսեցին քաղաքների եւ դրա անունը կոչեցին դե մի քանի բաներ կար նավերի պատերազմ, ինքնաթիռների պատերազմ եւ եղել է քաղաքների պատերազմ։ Այդ քաղաքների պատերազմի ժամանակ, երբ որ ռմբակոծվում էին իրանական խաղաղ բնակչության, ասենք սպալնի ռայոնները, ուղղակի քաղաքները, նույնը ասենք Իրաքում է ռմբակոծվել։ Իրանի կառավարությունը ի տարբերություն Իրաքի ժամանակ է ունեցել, խաղաղ տարիներ է ունեցել համեմատաբար խաղաղ, որ հետևություններ անի, որ քաղաքապաշտպանությունը զարգացնել է պետք եւ քաղաքապաշտպանությունը ի տարբերություն Իսրայելի ոչ թե բանակին է տվել, այլ տվել է Քսիրին է տված, որը ունի աշխարհազորային բաժին կոչվում բանակն է, հա, բայց իրան ենթարկվում է նաեւ Բասիջը, որը տարբեր տվյալներով միջև 20 միլիոն մարդ կա, այսինքն համարվում է Դա իրանց ուռած թվերն է, բնակչությունը դե հաշվես։ Բնակչությունը 80 միլիոնի մոտ է, բանի զորակոչի ենթակա տղաները, նույնիսկ կանայք։ Ну, вообще-то, խոսքը դրա մասին չէ, որ բանա իրանք այսքան պատերազմող զինվոր ունեն բան, այլ որ Բասիջը մենակ բանը չի անում, հա։ Ինքը քաղաքապաշտպանությունն է ստացավ իր տրամադրության տակ, որտեվ քիչ թե շատ կազմակերպված ուժ էր, իսկ ինքը պատերազմի ժամանակ առանձին ստորաբաժանումներով էլ հանդես եկել Իրանա-Իրաքյան, եւ քաղաքապաշտպանությունը սկսեց մի կերպ սկզբից թոփլալով ինչով, ասենք, սկսեց զարգանալ։ Եվ այսօրով Իրանի քաղաքապաշտպանությունը բավականին զարգացած է, ուղղակի ինքը շատ ավելի մեծ տարածք է զբաղեցնում եւ Իսրայելից 10 անգամ ավել բնակչություն ունի։ Խոսքի օրինակ բանը Թեհրանը 10 միլիոնանոց քաղաք է, իր ագլոմերացիայով եւս մի 5-ից 7 միլիոն։ Հələ պատկերացրեք խիտ բնակեցրած 16-17 միլիոնանոց, ասենք բան, ագլոմերացիա կպած իրար քաղաք եւ փոքրիկ քաղաքատիպ ավամներ, գյուղեր, որ կպած է համարյա, այ ոնց որ Քասախ Պրոշյանը, ասենք, կհիշեք այդ անունները Շուշուտ ահանջում հիմա այդ բանի ցույցարարների հետ կապված։ Կպած է Երևանին, այդտենց ագլոմերացիան հենց այդ է ու կպած Թեհրանին 17 միլիոն են մոտորապես դառնում։ Եվ այդտեղ քաղաքապաշտպանությունը այդտենց իդեալական անել մեկ համեմատական եմ լսում, էլի, ասենք որոշ էքսպերտների մոտ, ոնց որ Թել Ավիվն է արել իր տարածքում կամ ոնց որ արած է Խայֆայում, դա հրեական քաղաքներ են, ուղղակի անհնար է, բայց էլի աշխատում են մարդիկ, ոչ թե գալիս են տենում են ժանգոտած կռավաթա ու բանը գույքը գրում են ամեն ինչ տեղում, հա, այլ գալիս են նայում են, որ օդափոխություն լինի, նայում են, որ այս շենքի բնակիչները դա իրական, ասենք, իրանաբնակ մեր հայրենակիցներից կարակ ճշտեք, գալիս ճշտում են, որ այս ռմբապաստարանում
մարդկանց թիվը, որ կարան տեղավորվեն համապատասխանի շենքի բնակիչների թվի հետ եւ այլն։ Կարճ ասած, Իրանը խաղաղ տարիները մանավանդ բանից հետո, Իրաքի վրա հարձակվելուց հետո ինքը այդտեղ սկսեց մեծ ուշադրություն դարձնել ու Բասիջը նաև դրանով աճացրեց իր թիվը, այսօր Բասիջի թիվը, որ դու ասում ես 20 միլիոն, կարծում եմ ուռած է, բայց 8-ից 9 միլիոն, то есть մոտ 10%-ը բնակչության որպես ռեզերվ բանակի եւ մոտավորապես ասենք մի 2 միլիոն էլ քաղաքապաշտպանությունով զբաղվող, դա շատ ռեալ է, էլի։ Օրինակ, Իրաքյան պատերազմի ժամանակ մինչև 3 միլիոն զինվորական են հանել, աշխարհազորային են հանել։ Ու հսկայական զոհ են տվել։ Ու նշենք, որ քաղաքապաշտպանության այդ Բասիջի գործողությունների մեջ, պարտավորվածությունների մեջ, բացի այդ կռվելուց բացի ոստիկանական ֆունկցիաներ է մտնում, հրշեջիկ գործ է մտնում։ Այն ինչ որ ասենք մեր մոտ ոստիկանությունը հիմա այնը վերցրեց իր կազմի մեջ, այդ բոլոր ֆունկցիաները անում է Բասիջը, որպես օժանդակող, իսկ հաճախ ինքնուրույն գործառույթներ անող, որ իսլամի կանոնները պահպանեն, կանոն։ Ու հիմա դա թուլացված է, նույնիսկ ասում են բանն են բարեվարկության տխրահռչակ, մեր բարեվարկության վարչության մասին չի խոսքը, այլ բարեվարկության բան ունեն, ոստիկանություն ունեն, որը որ այն հայտնի աղջկա, հիվանդ սիրտ ունեցող աղջկա, որը ոստիկանությունը մահացավ, դրանից հետո ոնց որ թե բարեվարկության ոստիկանությունը կամ փակել են, կամ էլ սահմանափակել են իրանց ֆունկցիաները։ Սահմանափակել են։ Որտեվ ասում է Իրանի տարածքում արդեն սկսել են կանայք երևալ, գլուխը չծածկած փողոցներում եւ այտենց մի ոստիկան չի գալի մոտենում, ասում ես խի բան չես անում, էլի։ То есть թողված է, ոնց որ ասած, արդեն կնոջ դաստիարակության բանի վրա։ Հա, բայց ասեմ, եթե նայենք բաներին, քաղաքապաշտպանության մեջ նաև այդ կարևորագույն ստրատեգիական օբյեկտները թաքցնելն է մտնում, որը Իրանը, եթե նայենք ատոմակայաններին այսքան խփում են, բայց հələ որ մենակ ատոմակայանները չի։ Ես օրինակ եմ բերում ատոմակայանի։ Չէ, ատոմակայանը շատ դժվար է թաքցնել, իրան խորը թաղել են ուղղակի։ Խորը թաղել են, դե թաքցնել ես չեմ ասում բանի։ Բայց կա ռազմական օբյեկտներ, ռազմական օբյեկտներ թաքցնելով, գետնափոր բաներ փորելով, շատ է Իրաքյան պատերազմից հետո ահա որ տիպի աշխատանք են կատարել Պարսկաստանում, Իրանում, այդ ուղղությամբ, որպեսզի իրանց ռազմական ստրատեգիական օբյեկտները պաշտպանեն։ Երկաթգծի շատ ու շատ թունելներ, որ դեռևս անգլիացիք երկաթգիծ կառուցում էին, ասենք, այդ շատ ու շատ, ասենք, հնացած թունելները բոլորը վերածել են բաների, պահեստարանների, ինչը ոնց որ թե մենք չարեցինք, չգիտես խի, երևի չունենք թունելներ, որ սենց եթում ես պոեզի գծով, մեկ է նայում ես պոեզի գիծը գալիս մտնում է ժայռիմի մեջ, ընդեղից դուրս է գալի, բայց այդ պոեզի գիծը չի շահագործվում, քանդել, հանել են, то есть այդ թունելը կարաս օգտագործես, բայց մեր մոտ չգիտես խի համարում են երևի շատ փող պետք է ծախսվի, իմաստավորն է բան։ Իսկ իրանցիք, ասենք, դե խելք չունեն, իրանք փող են ծախսում դրա վրա։ Կամ իսրայելցիք, հա։ Դե вообще չեք նկատել, ինչքան հիմար կա, ասենք, այս երկրագնդի վրա մեզնից բացի սաղ հիմար են, էլի ասենք։ Սաղ մանավանդ այն երկրները, ովքեր որ պատերազմի պատրաստվում են, թեկուզ պատերազմ չեն տեսնում արդյունքում։ Շվեյցարիան օրինակ։ Լավ, եթե քաղաքապաշտպանությունից մի քիչ էլ խոսանք, բանա, ինչ ես կարծում։ Իսրայելում հիմա դե հարվածները ոնց որ թե թուլացել է Իրանի, Իսրայելի վրա։ Կարող է ավելի պակասի ու դրանով էլ սահմանափակվեն, ասենք, իրանց կորուստները, թե հնարավոր է բան լինի։ Վերջի տվյալներով նույնիսկ հարված է եղել ռմբապաստարանի, հրթիռներից մեկը կարողացել է խոցել ռմբապաստարանը ու 4 կամ 5 զոհ մենակը տեղ էին տվել հենց Իսրայելում։ 20 քանիսից վիրավորները չհաշված։ Ու քանի դեպք է նկատվում, որ ռմբապաստարանները պահեստներ են սարքել, արկղերով լցրած, այսինքն մարդիկ ստացել են իրենց բաները, ու ասեմ իմիջ ջայլոց Իսրայելի քաղաքապաշտպանության մեջ մարդիկ անհատական SMS-ներ են ստանում ու հասցեներով ձայնային ազդանշանից, հասցեներով իրանց հեռախոսին SMS է գալիս, որ իրանք այստեղ պետք է գնան։ Հա, ու հեռախոսը, երբ որ համապատասխան հեռախոսը գիտեն որտեղ է գտնվում, մոտակա
ասենք ռմբապաստարանի հասցեն է տալի։ Իրանն էլ Ոչ թե օգտվել ասում է է դու 5 կիլոմետր, չէ, 100 կիլոմետրյան ռմբապաստարան ունես գնա անդե, ու չէ։ բացի դրանից իրանք անդադար որտեղ բաժանած սախալ իրենց բանը բաժանած է 5 շրջանի ամեն շրջանը ինչ որ բաժինների է ամենտեղ անդադար պարապմունքներ է գնում տարի մի անգամ է 2 տարի մի անգամ է դա այդքան մեծ նշանակություն չունի ես մեր մոտ նկատունես հասուն մարդկանց այն որ ուղեղովել են այն որ հասուն պատերազմի մեջ չեն իրանց տունն են ու ասում է այս գալիս է ինչ որ մեկը պատասխանատուն տվյալ թիկունքային գործի թիկունքային գործ է դա համարվում Իսրայելում ինչպես նշեցինք գալիս է ու ներկայացնում է որ պարապմունք է լինելու ու բոլոր հասուն մարդիկ այդ պարապմունքին մասնակցում են ինքը sense տաժիկով այն բանա փչիկ կա sense անում ու կամազի ձեն ա գալի այդ ժամանակ բոլորը վազեված պետք է ինչ որ ժամանակի մեջ հասցնեն մտնեն թաքստոց մասնակցել են քանի որ մեր մոտ մենակ քաղաքապաշտպանություն երկրաշարժից են պաշտպանում են Հա, դպրոցներում պարտադիր անցնում են տարին մի անգամ չէ, ես կյանքում 2 անգամ եմ անում, 10 տարի սովորել եմ, էլի։ Չէ, երևի դու այդ օրերը բաց ես թողել, որտեղ տարին մի անգամ բացակաների քանակը շատ քիչ էր։ Ուղղակի մեզ մենակ երկրաշարժից էին պաշտպանում։ Սխալ դպրոցում է սորել, Հայաստանում այտենց չի, վաղ Հայաստանում այտենց չի, տարին մի անգամ պարտադիր։ Հայլուրի Հայաստանում, թե իրական Հայաստանում։ Իրական Հայաստանը տարին մի անգամ գոնե, ասենք, երկրաշարժի դեմ է, տարին մի անգամ ռմբակոծության դեմ է, տարին մի անգամ քիմիական թույնավորման դեմ է, տարին մի անգամ բակտերիոլոգический թույնավորման։ Կուզեմ տխրեցնեմ, դա մեր երազանքի Հայաստանն է։ Իրական Հայաստանում ոնց դու ուզում ես ասես մեր բնակչությունը քանի որ կառավարությունն է դրա համար պատասխան տալի, այս արդեն քանի կառավարություն 92-ից էսյան փոխվել է, մեր բնակչության անվտանգության վրա այտենց չի, ասենք, վիզ դրել, հա։ Ոչ մեկը այս դրանցից։ Կարող է ինչ-որ չափով, այսպես մեկ-մեկ շչակներ լսում ենք, շչակների ձայներն են փորձարկում, հատուկ ծառայությունները, նույնիսկ լսել են, որ 20 թվականից հետո ռմբապաստարաններն են գնացել ստուգել Մտահոգիչ բաներ ես ասում։ Ու ինչքան գիտեմ, տես մի հատ ռմբապաստարան չի եղել, քաղաքացիական վայրերում, տենց ասեմ, հասարակական վայրերում, որը պիտանի լիներ ռմբապաստարան օգտագործելու։ Տխուր բան ես ասում։ Դա նշանակում է մենք խախտումները նշել են իհարկե, բայց կարանք հիմա էլ, եթե իհարկե գիտեք ձեր ռմբապաստարանի տեղը, որտեվ ես օրինակ, հա, իմը գիտեմ, մեր տան նկուղը, բայց երբ որ շենքում էի բնակվում մեզ կյանքում ոչ մեկ էդի դրա մասին չի ասել։ Հա, բայց զատո ես նախորոք ասենք երիտասարդների օգնությամբ պատվալը խորացրել է 3 մետր պատալոկ է դարձել մարզելու նպատակով։ Իսկ երբ որ ես արդեն մի քիչ մեծացել ու պատվալներով պահկովոցի ենք խաղում, այդ պատվալը այսպես գոյուղա ջրով լցված էր ու հաստատ պիտանի չէր։ Հա, տրուբեկը տրակել են։ Ճիշտ է, հետո փոխեցին տրուբեկը փոխեցին, բայց տես շատ շենքեր կան Երևանում, հələ մյուս մարզերում չեմ ասում, մյուս քաղաքներում։ Ու իմիջայլոց հիշենք նաև, որ 21 թվականին, երբ որ Արցախում նոր տներ էին կառուցում, հա, ցոկլնի հարգեր էին անում։ Չի մենակ Արցախում։ Հիմա սահմանամերձ բնակավայրերում, որ բնակաբանը տներ են կառուցում, ոչ մեկ պատվալ չունի համերը։ Ինչին է պետք պատվալը։ Ինքը որ վաճառում ես, ասենք, ասեմ ինչին է պետք, բացի վաճառելուց, այդ նույն շինությունը, եթե անհրաժեշտ լինի, կարա որպես կրակակետ ծառայի։ Ում համար։ Հա ճիշտ է, ոչ մեկ չի կռվելու, հա։ Չէ, եթե մենք խաղաղության մեջ ենք, խաղաղությունա լինելու, պատերազմ չի լինելու, ինչ պատերազմ։ Ինչով ենք վստահ։ Որպես մառան կարելի է օգտագործել։ Գոնե թող որպես մառան օգտագործեն։ Հա, կարան օգտագործեն, փաստորեն տնտեսելով իրենց թազա շենք չկառուցեն, այլ ընդամենը ֆունդամենտը մի քիչ խորը փորելով եւ քարքստոց սարքելով կարան շատ փոքր կառուցեն ոնց որ Նորագյուղի մեր տան մառան չասեմ պարտադիր չի հիմար ասենք հрьяաների նման իրական քարքստոց անենք մի կերպ յոլակը տանի նաեւ մեր մառանները միանշանակ հետաքրքիր արա երևի մեր հայրենակիցների 90%-ը դա անում են էլի երևի այն որ պետությունը կառուցում էր թե Ստեփանակերտի շուրջ թե հիմա սահմանամերձ գոտիներում որոշ բնակավայրերում բաները երևի բնակիչը մտնում է հասկանում է որ իրան պետք է մառանը փորում է շենքի տակ կամ շենքի մոտ նույնիսկ այս շենքերը որ կառուցում են բոլորը հաստատված ռմբապաստարաններ ունեն ունեին չէ՞ որ սարքում են հիմա
Երևանում դա ինչքան չէ, դի ես պարկովքի համոզված տեղը։ չեմ, ես հույս ունեմ Չէ, ընդհանրապես։ դի պարկովքի տեղը։ Կարա պարկովքի տեղն էլ ծառայի, եթե համապատասխան ձևով է կառուցած։ Հա։ Կարա։ Իսկ բանը նայ, ես ոնց հասկանում եմ, ռմբապաստարաններից մեկը չդիմացավ, չէ, ասենք։ Երևի 5 Կարող է իմաստ չունի։ Եթե մեկը չի դիմացել հազարների վնաս չկա, թվերը մենակ ամեն ինչ ասում են, էլի 24 զո այդքան հրթիռային հարվածից հետո, երբ որ նայում ենք հրթիռ կա կպնում է շենքին, 10 հարգանի շենքը փլվում է, ու զոհերը մեկը ու մեկը անհամեմատելի քիչ ու է։ այդ շենքում ընդամենը 1 հոգի մարդ է զոհվում, հենց այդ բլված շենքում, վիրավորները 20-ից ավելի եւ բլված շենքում։ Այսինքն մարդիկ կային փաստորեն։ Մարդիկ կային, 20 հոգի թաքստոսները դե մի քիչ ճմրթվել է բան կամ թափատով է խփել է պատից պատ եւ 1 հոգի է զոհվում շենքի ներսում, դե շենքի կողքերը զոհվածներ կան։ Շենքի մեջ մի հոգի է զոհվում։ Որը չէ, իհարկե ասենք իրանք հիմար են, Հավայի փողեր շատ են թափում, բայց տես որ, չգիտեմ, կարող մարդու կյանքը այդքան չարժե, որ մենք խելացի ենք, էլի, եթե չենք անում։ Իսրայելը այն պետություններից է, երևի աշխարհում թիվ 1 պետությունն է, որը իր քաղաքացու կյանքը շատ թանկ է գնահատում։ Մի զինվորի դիմաց 1000 հոգի terrorist է բաց թողում իր ասած terrorist-ների, նշանակում է արդեն իր Բախ սխալ են անում, լուրջ եմ ասում, արա այդքան փող, հենակ այդ հաստ 1000 երեխա կսարքես մի 15-20 տարի կմեծացնես։ 20 տարի ու որ հաշվես ինչքան գումարա պետությունը ծախսում է 20 տարի։ Այդ երեխան քեզ չի լսում, ընդ է պասլատանում, չգիտեմ, ծխում է 15 տարեկանից, չգիտեմ, հարևանի աղջկանա սիրում, ում դու չես հարգում, ասենք իր աղջկա ծնողին բան ընդ է։ Երևի դրա համար չենք բան անում, չենք գնահատում մարդու կյանքը, հա, երևի։ Ինձ թվում է մեր մոտ բան կա, էլի մենք ոնց որ գնահատում ենք, որովհետև ոնց որ թե 20 միլիոն դրամով պատրաստ էինք մարդու, հա, շատ էժան են գնահատում, եթե տեսնենք։ Հա, թաքստոց ավելի թանկ է երևի։ Բանը Բասիջի մասին կարելի է խոսալ մեկ էլ sense մի բան, ինքը տեխնիկապես բավականին հագեցված կառույց է։ Ստորաբաժանումներ ունի, նույնիսկ կինոլոգներ կան, ես ռազմական բանի հետ չեմ ոստիկանական ֆունկցիաներ։ Ես նկատի ունեմ ոստիկանական ֆունկցիաներ կատարող։ Իմ ասածը ոստիկանական ֆունկցիա։ Եվ Բասիջի մեջ, ասենք, կան համ շտապ օգնության մեքենաներ, որոնք որ քաղաքապաշտպանության ֆունկցիաներն են կատարում, ունեն շտապ օգնության մեքենաներին հավելյալ մեքենաների պարկ տարբեր հիմնարկներից, որ պետք է ականթարթորեն, ասենք, գա միանա, ոչ թե ասենք կա դա զինկոմիսարիատը վիզ դնի, եթե հավաքի մի կերպ գտնելով այս ինչ տեղը պահկված ավտոներին եւ այդ ավտոների տերերին այնտեղ խիստ պատժում են, եթե ավտոն անսարքա լինում, զարմանալի է, բայց որոշ բաներ կարելի է Իրանից էլ սովորել։ Լավ, Բասիջի պահով երևի շատ բան։ Ես կուզենամ նշեմ նաև, որ Բասիջը տարբեր ստորաբաժանումներ ունի, աշակերտների, քոլեջներում սովորողների, կանանց, տարբեր մասնագիտությունների, ասենք ինժեներների Բասիջ, մսագործների Բասիջ, զարմանալի մի բան էլ ասեմ։ Տարբեր ցեղերի Բասիջ։ Դե զարմանալի բան էլ կա ապեր։ Մարդը Բասիջում ընտրում է ինքը որտեղ հայտնվի Բասիջի ստորաբաժանումներում։ Ասենք պատերազմող բանի մեջ, որ բանի մեջ լինի, ասենք տանկիս լինի, թե հետևակ լինի, թե չգիտեմ, դեսանտային լինի, ոստիկանական բանում ինքը ընտրում է, ինքը զենքով ոստիկանի ֆունկցիաներ կատարի, պաշտպանի այս պահեստը բան, թե բանը փրկարար որպես գնա այրվող շենքերը հանգցնի։ То есть զարմանալի է, բայց մենք շատ ենք խոսում քրիստոնեության մեջ ընտրելու հնարավորությունից ու շատ ենք խոսում այլ կրոնների ընտրելու հնարավորություն չունենալուց, բայց կյանքում փաստորեն մի քիչ հակառակն է, մեր մոտ ավելի չընտրողական է, իսկ իսլամական հանրապետությունում ընտրելու հնարավորություն են տալի, դա էլ է զարմանալի, էլի, հետաքրքիր է, շատ բանն է, կարելի է խորացնել այդ թեման հետագայում, կամ թեման տալ են մարդկանց, ով որ կամ ով որ պետք է զբաղվի քաղաքապաշտպանությամբ։
մեր երկրում։ Հա, երևի։ Բանը հрьяաների քաղաքապաշտպանության մասին ես կուզենայի մի ուրիշ բան էլ ասեի։ 1922-20 թվականներին, երբ որ հрьяաների հոսքը մի քիչ շատացավ եւ անգլիական բաները իշխանությունները սկսեցին պայքարել հрьяաների մեծ քանակի ներթափանցման դեպի Պաղեստին, ասենք դեպի Սամարիա, բան այդ Իսրայել պայմանական կամ չպայմանական ուրեմն այդ ժամանակ անգլիական բաների արգելքները շրջանցելու համար ուրեմն կառուցվում էին թաքստոցներ, որոնք հետո 48 թվականին, 67 թվականին, 73 թվականին պատերազմների թվերն է, այլ նշում իրենց անձը։ Ինքը բանա որպես թաքստոցներ այդ կիբուցաներում քաղաքից մի քիչ հեռու փոքրիկ բնակավայրերը, որ հрьяաները հիմնեցին կամ արաբներից առան, այդ բնակավայրերում թաքստոցների դեր խաղացան։ Ճիշտ է, այնտեղ ինչի համար, որտեղ անգլիացին գալիս է ստուգելու, այնտեղ մոտը 15 ընտանիք է հրեական ձևավորված, արաբները բողոքում են, ասում են, թե 100 ընտանիք են ապրում, գալիս է տենում 15 են։ Սենց էս անում, այդ 15 են դառնում 100 ընտանիքը։ Այդ իր դերը խաղաց այդ բանը։ То есть հնարամտությունը իհարկե մի քիչ ավելի լավ էր, օրինակ հрьяաները բան էին թղթեր էին պատրաստում, որ դագաղով հрьяին բերում են թաղելու Երուսաղեմի, այսին որ գերեզմանատունը, դագաղի մեջ տամոժնան անցնում էր կենթանի հрья, էլի, ասենք անգլիական տամոժնայի բաններ անցնում։ То есть իրանք բավականին հնարամիտ էին, բայց ինձ ամենը շատը դուր եկավ այդ թաքստոցները, որոնք իրանք սարքել էին ստորգետնյա, թաքցրած օթային օթափոխության համակարգով, այդտեղ լա հետաքրքիր բանը փետակներ էին բերում դնում օթային բանը, որ շունը գա բանանի ֆռան, որ գտնեն որտեղ են մարդիկ պահկված խորը հողի տակ ու օթով գտնեն, չէ՞ ասենք, բայց ունդ փետակ է։ Պետակի հոտերը ուժեղը պլյուս մեղուն կծելու խասյաթ ունի, ասենք մանավանդ կենթանիներին, որ իր շուրջը ակտիվ ֆռֆռում են։ Տենց հետաքրքիր բաներ ինձ պատմել են ժամանակին ու դա իրական պատմական փաստ էր, էլի։ Այդ թաքստոցները անգամ միջև 73 թվականի պատերազմը, երբ որ եգիպտական զորքերը հաղթահարեցին Սուեցի կանալը եւ գրոհեցին Իսրայելը, այդ պատերազմին էլ, ասենք, կիրառվել է, օգտագործվել է։ Միգուցե մենք էլ ինչ-որ հետևություններ պիտի անենք։ Ասենք, պարկովք են ռմբապաստարան օգտագործենք, համապատասխան շինությունները, որը կառուցվում է, իրանց տակ բաներ լինի, նկուղներ լինեն, առանձնատները, որ կառուցվում է, պարտադիր կամ մառան ունենան, կամ ասենք նկուղ ունենան, պինդ բետոնի, ասենք առաստաղով, որը որ վլված շենքը պահելու իզորու է, որ կարանա այդ իր վերևի շենքը բնելուց։ Պետք է ավելի ճիշտ է, որ համակարգվի արդեն պետության կողմից, կամ եթե պետությունը չի անում, հարգելի քաղաքապետներ, համայնքապետեր, ովքեր հաստատում են այդ շինթույլտվությունները, մի քիչ մարդ եղեք, խղճացեք այդտեղ ապրողներ, կամ այդ մարդը չի հասկանում, բայց դուք պաշտոնատար անձ եք։ Երեխեն էլ չի հասկանում, խենք բանանում, արգելում, որ երեխեն փողոցվա, թող բազի էլի, ինքը ուզում ազատություն է ուզում, երեխան, դուշա պրոշտի սվաբոդի, թող էթա էլի, հետո ինչ-որ մեքենայի տակ կընկնի, նույն ձևով, մարդ կա իր փողը տնտեսելու խաթր, իր կյանքի վրա անտարբեր է, դա քաղաքապետարանների եւ խոշորացված համայնքների խնդիրն է, որ իրանք այդտենց եթե մեր կառավարությունը ժամանակ չունի դրա վրա, չնայած ոնց նայում եմ Զաղորը Facebook-ում ինչ-որ ստատուսներ են գրում տարբեր մարդիկ կամ Telegram-ում։ Չէ, ինձ թվում է զբաղված են, էդի կարող է ուրիշ բաներով էլ են, չեն հասցնում քաղաքապաշտպան, բայց համայնքապետերը, գյուղապետերը, ով ստորագրում է այդ թուղթը, թող հատուկ մարդիկ ունենան, որ նայեն, ասեն ախպեր չի կար այդ լենտեշնի ֆունդամենտով, մենք ապաստարան չունենք, ստե ռմբապաստարանը մոտակա, ասենք 20 կիլոմետրի վրա է։ Այ ապուշտուն ունես, տակը ապաստարան չունես։ Գալու ես իմ ապաստարանում իմ տեղը զբաղացնես, ես դուրս մնամ, գնա տանդ տակ ապաստարան սարքի։ Պարտադիր չի ամբողջ տան տակ լինի, էլի կարա դա շատ փոքր տեղ զբաղացնի։
Այո, մարդու, ասենք, կուբատուրայով, մարդու եթե տանը իհարկե 20 հոգով են ապրում, չեմ ասում 40 քառակուսի մետր մինիմում ոչ թե պարկելու համար, այլ կայնած վիճակ կամ նստած վիճակ, որ կարողանա, ասենք, այնտեղ բանալի, համապատասխան օդամղիչ, ասենք, այնտեղ բաներ։ Կուզենայի նաև նշել, որ քաղաք պաշտպանության մեջ մենակ այդ մեր նշածները չի, կիբեր անվտանգությունն էլ է մտնում։ Հակաօդային պաշտպանություններն երկու երկրներում է մտնում է մեր նշած Իսրայելում ու Իրանում։ Մեր մոտ չի մտնում, մեր մոտ դա բանակինն է լրիվ, չնայած այնտեղ էլ է բանակինը, բայց մեր մոտ քանի որ մենք մի քիչ աղքատ պետություն ենք նշված երկու երկրներից, մեր հակաօդային պաշտպանությունը Չէ, մենք հարուստ ենք։ Բանը, եթե վեկալես Իրանի բնակչությունը, Իրանի բնակչության, ասենք, եւ տարածքները, ասենց որ 30 կներեք 29700 քառակուսի մետր, որ վեկալեսով վրան նստածնես 3 միլիոն կամ եղած բնակչությունը, որ 3 միլիոն կողապարզվի, որ մենք Իրանից հարուստ ենք։ Եվ չի բացառվում, որ ես չեմ սխալվում, թեկուզ դրա համար, որ Հնդկաստանից գաստարբայտերները Հայաստան գալիս են, Իրան գրեթե ոչ։ Դա էլ է, ասենք, հետաքրքիր։ Բնակչությունը կարող է, բայց պետության մասին է խոսքը, բնակչությունը Մեր պետությունը գիտես ինչ հարուստ է, մենք չենք կարող անգերներով Եթե ասֆալտը 7 անգամ միտեղ 2 տարվա մեջ քանդում Դա նշանակում է ուղղակի Չէ, հարստության նշան է, որ էսի արեցիր դուրս չեկավ, մի հատ թազա արեցիր, մի հատ է թազա։ Ես հիշում եմ ընկերոջս, ասենք, բանա այն տանջանքները, երբ որ ինքը դիզայներ էր եւ դիզայներական հեղինակային նազոր էր անում ու գալիս էր ու կապրիզնիկինը ասում էր, չէ, ինձ էս աբոյի դուրը չէր գալի, ասենք նկարի վրա ուրիշ ձև էր երևում ու այդպես մի 6-7 անգամ աբոյ մեր մոտ ասֆալտը դրա համար չեն փոխում։ Բանի վերաբերյալ էլ կարելի անդրադառնալ, չէ որ մենակ բանա քաղաքապաշտպանությունը միայն բանը չի, էլի ասենք մարդու կյանքի պաշտպանությունը, այլ նաև ջրային ռեսուրսների պաշտպանությունն է, նաև բանի, ասենք սննդային բանը, ասենք պաշարների պաշտպանությունը, այդ թվում դաշտերում եղած պաշարների, ոչ միայն պահեստում, դաշտերի պաշտպանությունը մեր մոտ այդ ամբողջությամբ թողել ենք կրակ մարելը բաների վրա, հրշեջների վրա, որոնք MVD-ի մեջ են, առաջ այնում էին։ Իրանց թիվը ուղղակի չի հերիքում, որ հանգցնեն բաները, այրվող անտառները, դա էլ է սննդի պաշար, դա ռեսուրս է, դաշտերը։ Դրա համար մենք մեր ընկերները հասարակական կառույց են ստեղծել, որոնողափրկարարական ակումբների նկատի ունես, այո, որտեղ մարդիկ նախատեսված է կառույցը դրա համար, որ կարողանան դասեր են անցկացնում հիմա մենակ առաջի օգնությամբ, բայց ժամանակին ալպինիզմի դասեր են անցկացնում, Եվ նաև նախապատրաստվում են, ոնց որ թե գնալ միջազգային կենտրոնում վերապատրաստման, որպեսզի հրշեջի բանը որակավորում էլ ստանան, հրշեջի եւ փրկարարի, որ կարողանան գործիքներով, ասենք, գործիքներով աշխատել, քաղաքացիակ իհարկե հատուկ գործիքների մասին չի խոսքը, բայց ձեռքի տակ եղած միջոցներով կարողանան անել։ Պարապմունքներ մենք արել ենք, ասենք մեքենայի դանգրատով, մեքենայի պատալոկը բարձնես կամ պանելը ժամանակին ոմայում էլ ենք անում, մեր հրանգիչներից մեկը այնի փորձառու մասնագետ էր ու ինքը մեր մյուս հրանգիչներին սովորացնում էր ոնց այդ բաները անել։ Մենք փրկարարական աշխատանքներին ենք մասնակցել։ Մենք այո մասնակցել ենք, մենք հրշեջ թիմ ենք եղել, Քարվաճառում, ասենք, մեծ հրդեհ ենք հանգցրել, ասենք, եթե նայենք Բասիջը ոնց է ստեղծվել, Բասիջը տարբեր զինված խմբավորումների իսլամական, այդ իսլամական հեղափոխության մասին է խոսվում Իրանի, էլի 78-ին, երբ որ եղավ 78-ի վերջ նոյեմբերին, եթե կամ դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, Խոմեյնին այդ ժամանակահատվածի առաջինը, հրաման տվեց, որ այս ուժերը միավորվեն քաղաքացիական ուժեր ստեղծելու համար, տարածքային պաշտպանության ու այդ ժամը արդեն մի քանի երևի 4-5 պատկերացնում ես մեծ Իրանում 4-5 ամսվա մեջ, իսկ մեր մոտ այդ տարածքային պաշտպանության ուժերը ես ինչքան գիտեմ արդեն մի 5 տարի է ստեղծում ու չի հասնում։ Սխալվում ես։ 20 թվականին ռուսները խորհուրդ տվին։ Միջև այդ արդեն օրենք կար աշխարհազորի։ Աշխարհազորի օրենք կար, բայց 21-ին խորհուրդ տվեցին տերաբարոնայի գումարտակները, որը 22-ից հետո նոր սկսեց ինչ-որ մի բան։ Հետո աշխարհազոր էր,
հետո ընդունվեց օրենք տարածքային պաշտպանության, որը շատ ավելի վատն էր, քան բանը, դե ինչով էր վատ, կարճ ասեմ, էլի, մեր թեման այնքան էլ այսօրվա դրա հետ չի խոսում, բայց քանի որ խոսքը դրա մասին գնաց, ասեմ։ Ուրեմն նայեք, ամեն կորպուսին հանճարեղ միտք, դե ռազմական միտքը հանճարեղից բացի ուրիշ ձև ոնց կարա լինի։ Մի գումարտակ, մի կորպուսին։ Դա նշանակում է, այդ գումարտակը գտնվում է պայմանական վերցնենք Սիսիան քաղաքում կամ լավ Գորիս քաղաքում։ Մեղրեցին, որպեսզի իր գյուղը պաշտպանի, ինքը պետք է գա հասնի Գորիս, զենք ստանա, ընդ պարապել բան այդ լավ է, ասենք որ Գորիսում է, որտեվ տնից հեռուց որ հանգարց մարդիկ չտենան իրան, ասեն ախպեր արի այդքան խմենք, հարպենք, ժամանակ սպանենք, գալիս է պարապումը, բայց պատերազմի վաղ պետք է գա հասնի Գորիս, սպառազինությունն է, բրոնեժիլետ բան սա ստանա։ Մինչև տենա էլ հետ չի կարող գնա։ Իսկ ով է իրան թողելու հետ գնա։ Այդ գումարտակը արդեն կորպուսի հրամանատարն է որոշում որտեղ կռվի։ Հետո ինչ որ 50 տարեկանից եւ ասենք մի կերպ ասենք պատրաստ ես քո գյուղը պաշտպանել։ Օրինակ, եթե ոնց որ մեզ օգտագործեցին այդ 22 թվականին, մենք աշխարհազորայիններ էինք։ Մենք որպես աշխարհազորային գնացինք, բայց հրամանատարությունը որոշեց ոնց օգտագործի առանց հաշվի առնելու նրան, որ մենք աշխարհազորային ենք ինչ որ տարածքին կպած։ Իդեպ Ուկրաինայում այդ բանը շատ լավ է երևում։ Տերաբարոնայի բրիգադը Տերաբարոնը դա նշանակում է տարածքային պաշտպանության բրիգադը ուկրաինական ինչ որ նահանգի հայտնվում է ռուսական Կուրսկի նահանգում։ Թող ուրիշ բրիգադ է թար, բայց ոչ տարածքային, որովհետև ինքը պաշտպանական ֆունկցիաներ է կատարում։ Նույնը պատրաստվում են մենք անենք, դե մոտ ենք էլի homo sovieticus, то есть պետությունը մաքսիմալ իշխանություն ունի, զավթում ասենք իշխանությունը պետությունը ամբողջությամբ, դա տարբեր բաներ է։ Իշխանավորները զավթում են պետությունը ու բոլորին օգտագործում են անենց ոնց իրենք լավ են, իրանք խելացի են, չէ՞, քաղաք պաշտպանությունը կառուցել են, Արցախը պաշտպանել են, քրի ապ, դուրս եկանք, բան պահում ենք, ծովից ծով Հայաստան, հաշվի չեն առնում ուրիշի կարծիքը, ու ամենակարևորը հաշվի չեն առնում մարդու առողջականը, հաշվի չեն առնում մարդու սահմանի վրա ապրելը եւ անմիջապես 5 րոպեում սահմանապահի թիկունքին կամ կողքը կանգնելը զենքով հնարավորությունը, որից իրան զրկում են ասելով գնա կորպուսի գումարտակ։ Դա նոնսենս է։ Նոնսենս։ Իսկ թվում է առանձին հաղորդում դրա համար պատրաստ ենք տարբեր տեղեր ոնց է արվում։ Հակի այս հաղորդումը երևի սենց սահմանափակենք։ Հա, բանը, սենց Իրան-Իսրայել հիմա որ գնում է հակամարտությունը, օպերացիաներից չեմ ուզում խոսամ։ Չէ, դրա մասին չենք խոսում, բայց բանը, քանի որ այնպես վերքերս իրար տվեցի, շատ-շատերին, երբ որ ես ինչ-որ քննադատական խոսք եմ ասում այսօրվա հետ կապված, դե այսօրվա բանն եմ քննադատում, ոչ թե 3-4 օրվա։ Չի նշանակում, որ 3-4 օրը ես գովում եմ։ Օրինակ պլաց բանակը, շարային հրացան ֆռռացնել, բան 20 տարվա բանը պլաց բանակը ֆռռացնելով։ Դրանից առաջ ուրիշ ձևի վատ բանակ էր։ Չեմ ուզում անունը տամ, ասեն մեր փառապանց բանակին, որը այդ վաղ թուրքերին չէր հանձնում, թուրքերը վաղ պրոստը չէր գրում։ Չէր հանձնում 94-ի ծեսյան բան։ Ախպեր, մենք շատ սխալ ճանապարհով ենք եթում, թե բանակաշինության հարցում, թե մարդկային ռեսուրսները օգտագործման հարցում, թե երկրի պետականաշինության հարցում։ Ու ես էդի ոչ թե քաղաքական տեսակետից եմ ասում, որովհետև այդ 4 իշխանություններն էլ այսօրվա իշխանությունը հետը, իրանք բոլորը տարբեր քաղաքական ուժեր են, եւ 4-ն էլ սխալ ճամփով են եթում, որովհետև բոլորին թվում է, եթե իրանք գալիս են իշխանության, պետք է զավթեն պետությունը։ Եվ պետությունը ոնց ասես օգտագործեն, ախպեր այդպես չի։ Պետությունը ունի ճիշտ կանոններ, դատական իշխանություն, օրենսդիր իշխանություն եւ բանը ոնց են ասում, ոչ թե վարչապետ, նախարարներ։ Բայց որ նայում ենք մեր իշխանությունները սահմանադրությունից պետք է ելնելով անեն, երբ ինչ պետք է եղե սահմանադրությունը փոխել են ուղղակի։ Դե էսի մեղադրականը, հա, բայց մեղադրականը բոլորի նկատմամբ։ Դա նշանակում է ով պատրաստվում է 26 թվին գա իշխանության, ինքը պետք է մամայի, պապայի արև երթվելով չբավարարվի, էլի ասենք որ սենց կանեմ, այլ իրոք հստակ ծրագիր, հստակ։ Ու ասենք համրացրած բանով, որ եթե չեմ կատարում,
բան եմ անում, հեռանում եմ, կամ էլ դիմում եմ ռեֆերենդումի, որ ժողովուրդը որոշի ես հեռանամ, թե չէ, չեմ կարացել իմ խոստումները կատարեմ, ուզեցել եմ դրախտ կառուցեմ, չեմ կարացել, դե եկեք մի հատ վստահության քվեն բան արեք, էլի իմ հաստատեք։ Ես ռազմական թեմատիկայից մի քիչ դուրս եմ գալի, բայց սրա հետ շատ քիպ կապված է, չհիասթափված եւ միավորված ժողովուրդ ունենալը։ Անգամ տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող ոմայի գումարտակի մարտիկները իրար եղբայր էին թե այնբախ, թե հիմա, եթե ինչ-որ ձևով էլ ասենք ագրեսիվ զրույցներ են անում ուրիշ տեղ, իրար հետ տեսնելուց մենակ ջան ջիգար ոնց ես ցավը տանեմ, որտեվ իրար հետ մարտական եղբայր են։ Դա հնարավոր է միայն ու միայն, եթե քաղաքացին զգում է, որ ինքը միավորվում է, իր հետ են միավորվում եւ իրանից լիքը բան է կախված, ոչ թե ամեն ինչ անել անենց, որ քաղաքացին զգա, որ իրանից բան կախված չի, ասի «Տո դուք էլ ձեր տիրոջ», ну сам понимаешь, այդամ ջանդամները խոսքի անգլիաներն ու ֆրանսիաները ապրեմ, մի քիչ էլ ամերիկաները, չնայած Մեքսիկայից Պապլաստոնսկին արդեն չի օգնում, դրա համար մենակ Անգլիա, Ֆրանսիա։ Այսքանով երևի վերջացնենք, արդեն մեր թեմայից շատ ենք շեղվել։ Շատ։ Ինչ արած։ Ստեսություն։ Ուժեղ եղեք, հաջողություն։